Ողջույն, այսօր կխոսենք Linux-ի IO stat հրամանի մասին, հա։ Ուրեմն IO stat հրամանը Linux-ում օգտագործվում է, որպեսզի monitoring անի CPU usage-ը, հա, եւ input եւ output ստատիստիկան, ուրեմն device-ների եւ partition-ների համար։ Так, ինչ է նա անում, հա։ Ուրեմն երբ որ սիստեմը, ուրեմն bottleneck-ը տեղ ունենում, այսինքն ծանրաբեռնվածություն, IO stat-ի միջոցով դու կարող ես մոնիտոր անել CPU utilization-ը, հա, թե ինչքան CPU օգտագործում, իմանալ դիսկերի կարդալու, այսինքն read եւ write operation-ի activity-ն, այսինքն ինչքան է ծանրաբեռնված մեր դիսկերը, ինչքան արագ են գրում եւ կարդում դիսկերի վրա։ IO stat-ը նաեւ ցույց է տալի input-output ոնց որ transfer rate-ը, այսինքն գրելու եւ կարդալու արագությունները եւ device-ի utilization-ը։ Եթե ձեր համակարգում IO stat հրաման չկա, դուք պետք է այն install անեք հետեւյալ package-ի միջոցով, sys stat package-ի միջոցով, հա։ Так, բերեք ուրեմն կատարենք IO stat tak սա հրամանը, ինչը այստեղ արտացոլված։ Այս մասը բերեք ուսումնասիրենք, the average CPU այս սեկցիան ուրեմն ցույց է տալի մեր CPU utilization-ը, այսինքն ինչքան central processing unit ենք մենք օգտագործում։ Առաջինը user, սա ցույց է տալի այն CPU time-ը, որոնք օգտագործում են ոչ kernel process-ների, այսինքն user-ի process-ների համար։ Տվյալ դեպքում 5.661% օգտագործում են ոչ kernel-ային, այսինքն user-ի process-ների համար։ 0.41% nice։ Nice-ը ցույց է տալի այն CPU time-ը, որոնք օգտագործում են այն process-ները, որոնք ունեն nice value։ Nice-ը ինչ է, այսինքն nice-ը դա մենք կարգավորում ենք nice-ի միջոցով որոշակի process-ներին, այսինքն prioritet ենք հա տալի, կամ prioritet-ը մեծացնում ենք կամ իջացնում ենք։ System-ը սա ցույց է տալիս kernel process-ների օգտագործված CPU time, այսինքն process-ները, որոնք ծախսվում են kernel-ի կողմից, այսքան ուրեմն percentage-ով CPU են օգտագործում։ IO weight-ը սա ցույց է տալի CPU-ի ուրեմն սպասելու ժամանակը հատվածը, թե CPU-ն ինչքան է սպասում, որպեսզի input եւ output օպերացիաները complete լինեն, այսինքն operations to complete, հա, թե դրանք այսինքն պետք է գրելը եւ կարդալը sense ասած complete լինեն։ Still process-ը այս ցույց է տալի այն CPU-ի ժամանակը, որը ծախսում է CPU-ն ծախսում է այսքան ժամանակ, որպեսզի սպասվի ուրեմն վիրտուալիզացված environment-ում, քանի որ օրինակ ես հիմա EC2 եմ օգտագործում Amazon-ում, սա վիրտուալիզացված environment է եւ սա այն CPU ժամանակն է, որը սպասում է sense ասած hypervisor-ի ռեսուրսների համար, օգտագործում է hypervisor-ի ուսով եմ հասկանալի բացատրեցի։ Եվ idle-ը սա ցույց է տալի, թե մեր համակարգը ինչքանով է ազատ, հա, ներկա պահին բավականին մեր համակարգը ազատ է։ Սա CPU մասով, գանք device-ների մասով, հա։ Device-ների սեկցիան ցույց է տալի ուրեմն մեր դիսկերի մասին ինֆորմացիա։ Բերեք գնանք հերթով device, ինչ է սա։ Սա ցույց է տալի device-ի անունը կամ partition-ի անունը, օրինակ loop 0, loop 1, loop 2 եւ մեր դիսկի անունը։ TPS սա ցույց է transfer per second, այսինքն վայրկյանում թե ինչքան transfer է լինում, այսպես, հա, կարդանք։ Տեսնում ենք, որ մեր դիսկի վրա ակտիվ transfer է լինում, հա, այսպես։ Մյուսը kilobit read second, սա ցույց է տալի այն դատայի ուրեմն կարդալու արագությունը, որը մենք կարդում ենք տվյալ սարքից։ Տեսնում ենք, որ այստեղ դատայի արագությունը շատ մեծ է։ Սա kilobit write second, այսինքն վայրկյանում թե քանի կիլոբիտ է գրում եւ այստեղ ցույց է տալի գրելու արագությունը։ Սա DSCD discard, այսինքն որքան է discard արել, տեսնում ենք, որ discard-ի ընդհանրապես ոչ մի բան չկա։ Kilobit read սա ցույց է տալի ընդհանուր, հա, total կիլոբայթերը, որոնք կարդում են device-ից, թե total քանի կիլոբայթ է կարդացվել, total քանի կիլոբայթ է գրվել եւ total քանի կիլոբայթ է discard-ել։ IO stat-ը ունի տարբեր option-ներ, option-ներից մեկն է օրինակ IO stat -h, հա, չէ կներեք, -h չէ, բերեք
մաքրենք, տակ iostat -help, այսպես ցույց է տալի թե ինչ պարամետրեր կա բերեք նրանցից որոշները մենք ուսումնասիրենք iostat -x սա որպեսզի ավելի հասկանալի լինի ես փոքրացնեմ որպեսզի դուք տեսնեք հա տեսնում եք որ այստեղ device-ները կա այստեղ կան տվյալ պարամետրերը եւ ավելի խորացված ինֆորմացիա ուրեմն առաջինը rs-ն է հա ինչ է նշանակում rs ուրեմն սա այն request-ների քանակն է թե միավոր ժամանակում քանի request է կարդում read second հա թե 1 քանի հատ request է կարող է կարդալ 1 վայրկյանում read kilobyte այսինքն 1 վայրկյանում քանի կիլոբայթ է կարդում rrqm second այսինքն 1 վայրկյանում հա ասենց ասած merge read request-ն է kernel-ը այսինքն մի քանի request միավորում է հա merge-անում եւ request այսինքն մի քանի ասենց ասած read հա ինքը ոնց որ merge-անում եւ դրա ոնց որ արդյունքն է թե այդ merge եղած request-ների read request-ների ոնց որ 1 վայրկյանում ինչքան է կարդում տակ մյուսը rrqm այդ read merge-երի ուրեմն percentage այսինքն քանի տոկոսն է merge-ված read request-ներ r weight-ը ուրեմն average time-ն է այսինքն average-ը դա ասենց ասած միջինացված ժամանակն է read request-ների համար հա սա միջինացված ժամանակահատվածն է rrq s-ը read request-ների միջինացված չափն է, հա, size, ահա։ Սա համապատասխանաբար գալիս է ուրեմն write-ների համար, հա։ Write-ների համար ուրեմն միավոր ժամանակում քանի request է գրվում, կիլոբայթերի չափը միավոր ժամանակում գրված request-ների տակ սա այն merge-ված request-ներն են, հա։ Միավոր ժամանակում քանի merge-ված request է գրվում, սա տոկոսն է, սա ուրեմն write latency-ն է, այսինքն ասենք ասած ինչքան դանդաղ է հա գրում դիսկի վրա։ Սա համապատասխանաբար չափսն է, size, հա, ուրեմն write request-ների միջինացված չափն է։ Եվ նույն բանը discard-ների համար, հա, ահա այսպես discard-ների համար։ Так, էլի կա ստեղ, այստեղ նաև կա device utilization-ը եւ AQ size։ Միջին, ասենք ասած, average queue size, հա, միջինացված queue-ի չափը։ Քանի ոնց որ ասում եմ, request-ը սպասում, հա, ինչքան այս թիվը փոքր, այնքան ուրեմն այնքան լավ։ Բերեք մեծացնեմ, հուսով եմ ամեն ինչ հասկանալի է եւ անցնենք առաջ։ Բերեք մաքրենք էկրանը, սա iostat -x-ն է, -x-ն է։ Եթե մենք հավաքենք iostat -xd, մենք կտեսնենք ինֆորմացիան միայն device-ի մասին։ Մենք չենք տեսնի ինֆորմացիան CPU-ի մասին։ Եթե օրինակ սա ջնջենք, տեսնում ենք, որ այստեղ նաև CPU-ի մասին ինֆորմացիա կա։ Որպեսզի մենք տեսնենք միայն CPU-ի մասին, մենք հավաքում ենք ուրեմն iostat -c եւ մենք տեսնում ենք միայն CPU-ի մասին ինֆորմացիա, միայն device-ների մասին ինֆորմացիա կարող եք ուղղակի iostat -d անել։ Եթե անեք k, դուք կտեսնեք կիլոբայթով, հա, մաքրենք էկրանը, եթե անենք ուրեմն m, կտեսնենք մեգաբայթով, հա, կներեք, այ սխալ արեցի։ Ահա, մեգաբայթով արտահայտված։ Եթե ուրեմն անենք, բերեք լավ մաքրենք էկրանը, եթե անենք pay-ով կտեսնենք partition-ների մասին ինֆորմացիա, block device-ների մասին։ Ահա, դուք տեսնում եք block device-ը եւ նրա ուրեմն partition-ները այստեղ։ Դուք կարող եք նաև օրինակ կատարել այս հրամանը iostat -k 3 եւ 4։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ցույց տու CPU եւ device-ների մասին ստատիստիկան կիլոբայթերով ամեն
3 վայրկյանը 1 գեներացրու 4 report, հա, ինքը հիմա 3 վայրկյանը 1 sense գեներացնելու է 4 report մեզ համար։ Եվ ահա դուք տեսնում եք այդ ինֆորմացիան։ Այսքան այս դասի համար հուսով եմ հասկանալի էր։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ դասին։